Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք Մայրաքաղաքի զարկերակը։ Տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ես էլ ողջունում եմ ռադիոլսողներին։ Հետաքրքիր թեմաներ ենք քննարկելու այսօր, որը հենց մեր սիրելի Մայրաքաղաքին է վերաբերում։ Քննարկենք մի փոքր անդրադառնանք նոր վարչական շրջանում տեղի ունեցածին, առհասարակ սա բռնությունը դատապարտելը, բռնությանը կողմ լինելը եւ այլն, ժողովրդավարական խոսույթին կամ դեպի Եվրոպա քայլող Հայաստանին առհասարակ հարիր էր թե ոչ, ու առհասարակ վարչական շրջանում այս ինստիտուտը, որ կայանում է վարչական շրջան ասվածը, պետք էր թե ոչ այդպիսի միջադեպ։ Հասկանում եմ ինչքան հետաքրքիր է ձեզ եւ մեր ռադիոլսողներին եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այդ մասիվի դեպքերը, չգիտեմ, երբ պետք է մի հատ հեշթեգ մտածել, մասիվի դեպքերը կամ մասիվի խայտարակ դեպքերը, ինձ դժվար է մի քիչ խոսել, ես չի ուզենա շատ անդրանանք այդ հարցի վրա, բայց ել եմ ասում, կարևորում եմ եւ շատ ինքը այդպես բեկումնային պահեր Երևանի թե համայնքի համար, թե քաղաքապետարանի եւ քաղաքացիական հասարակություն ձևավորման համար։ Ինչի որովհետեւ նախ ես երկու դերակատարներին ճանաչում եմ, Արտուր Չախոյանի ընկերներից է, Տիգրանի հետ նաեւ Տեր Մարգարյան մենք ունեցել ենք շատ ջերմ եւ այդպես քաղաքային հարաբերություններ, որոնց լավ բառն է, այդպես պրիացիլսկի դեպի Եվ շատ ցավում եմ, որ հենց իրանք են ընկել պատմության մեջ, բայց այստեղ իհարկե արդարության եւ քաղաքի շահը պետքա լինի բնականաբար առաջնային է։ Այստեղ շատ դուք ասեցիք մի բան, որ վարչական շրջանների կայացման գործում։ Վարչական շրջանները Ալբերտ ջան չեն կայանում։ Այսա ամենակարևոր եւ ցցուն օրինակն է, որ չի կանում վարչական շրջանի, այսինքն ղեկավարի, չգիտեմ, գից թաղապետի գաղափարը, դե մենք կարծում եմ մի անգամ զրուցել ենք այս թեմայի շուրջ։ Այստեղ հարցն է, որ վարչական շրջանի ղեկավարը թաղապետը իրականում պրակտիկորեն չունի որևէ էական կամ նշանակալի որևէ լիազորություն։ Անկամ այս պատմությունը չի համար որ սա եղել է, ինքն ընդհանրապես իրականում կապ չունի։ Թե որպես կուսակցություն, թե որպես, չգիտեմ, վարչական շրջանի ղեկավար։ Դա ուղղակի ինչ որ մի ձև կապվել է այդ նոր վարչական շրջանի հետ, ինքը արձագանքել է, իհարկե արձագանքել է, շատ էմոցիոնալ է, նաև կարծում եմ սխալ, եւ ես կարծում եմ ոչ թե պարոն Տեր Մարգարյանը միայն հանդրությանն է, նաև հենց Արտուրի Չախոյանի ներողություն կխնդրի, որտեվ ամեն ինչ է լինում է, թե դուք ապրում ես Երևանի կանոններով եւ նաեւ նշում ես, որ դա տղայական, երևանյան չնայած շատ հարցեր կան, ճիշտ կլներ, որովհետեւ ընդհանրապես չպետք է լինել այս խնդիրը։ Բայց մենք եկեք հասկանանք, որ այսօրվա թաղապետի լիազորությունները, ինչա դա, հա։ Ես կարծում եմ այսօրվա կարգը 12 շրջանը շատ սխալ է։ Օրինակ չեմ կարծում, որ Սարի թաղը կամ ես օրինակ կենտրոնի օրինակով կարող եմ բերել։ Օրինակ Սարի թաղը կենտրոնում չի, բայց համարենք, հա, կամ ամբողջ Երևանով, հա։ Ասենք ով է որոշել, որ Սարի թաղը որտեվ մեծ է, ինքը շատ այնց կարևոր է։ 25000 բնակչություն ունեցող Սարի թաղը կամ բանը, Նուբարաշեն ունի 10000 բնակչությամբ թաղավարչական շրջան, Սարի թաղը չունի։ Այսինքն չի որոշեն, օրինակ, ես կարծում եմ, օրինակ հատկապես պատմական թաղամաս, ոնց որ Կոնդնա, Նորագյուղնա, Կիլիկյանա, կամ ասենք նույն Էրեբունիում, Արեշնա, կամ չգիտեմ, Մալացիայում կան կամ Չերեմուշկան, հա, ոչ թե Աջափնյակ, այնտեղ տարբեր շրջաններից, չեմ ասում, չգիտեմ, Աղբարաշենը, Թթաստանը, մեկը մյուսը, բայց իրանք պետք է ունենան, չէ, թաղապետեր։ Կարգը դու պետք է նշանակես օրինակ մարդկանց ինչ որ օրինակ թողնի 2-3 աշխատող ընդհանրեն օրինակ կոնդում լինի մեկը որ կոնդի լիազորը կլինի կամ անունը կդնենք թաղապետին կունենա մի հատ մարդիկ որ կզբաղվի կոմունալ հարցերով մեկը կզբաղվի սոցիալական հարցերով ինքնը կհամակարգի մնացած հարցերը վարչական շրջանների հետ քաղաքապետարանի հետ եւ մնացած այլ պետական մարմինների հետ եւ քաղաքապետարանը վերջում կնկատի ասենք ընդհանուր կդառնան 2-300 մարդ ավել որտեւ այդ նույն հաստիկն է այսինքն եթե դուք անդադ հարուներով մարդ ես ավելացնում մակրության հարցով չէ մեկը չես հաստիկ ավելացնես մարդիկ չուզում գնա ոչ մեկ այդ ԵԱՍՄ համակարգում աշխատի հավաքարար կամ վարորդ
նույնը կանաչապատում չեն կարող մարդ գտնել, նույնը տարբեր տեղը, չէ՞, վարորդներ, հազարավոր ունես։ Ավելի լավ չի դու մի 100 մարդ հաստիկ ավելացնես ավելի վարչական գործի, որ այդ 100-ից հավատացե 20-ը հաստատ վաղը չմիսօր երկին շատ օգտակար եւ պետքական կլինի։ Նկատեսով որ լավ ուղարկես վերապատրաստվեն, մեկին ուղարկես ինչ որ թրծվեն եւ այլն, աճացնես, բայց հիմա ինչ ենք տենում, մենք տենում ենք անկապ ինչ որ մարդիկ են նշանակում քաղաքապետարանում, ոչ փորձառություն են, ոչ ինչ որ նորմալ հետագիծ ունեն, ոչ մասնագիտություն են տիրապետում, հետո ասում ենք ինչ ենք սենց օր ընկել, բայց շատ այսքանով ես փորձեցի շեղել մի քիչ այդ մասիվի դեպքերից, բայց ես շատ ցավում եմ, շատ վատ եմ զգում, թե գոլեգաներ, դեռ ես իրական շատ հիմիկը թաղապետերին չեմ ճանաչում անկեղծ ասած, մենակ ռազին գիտեմ, որտեղ միասին աշխատել ենք դրական եզակի աշխատող տենց աշխուժ եւ աշխատասերներից հա շատ ցավում եմ, էլի շատ բաներ կա իհարկե իմ սրտով չի դե բոլոր տեղ եւ մի քիչ մալացիային գիտեմ, որտեղ կենտրոնում էր երկրապահի ղեկավարն էր, շփվել ենք, ասենք գոնե ինչ որ մարդը հետագիծ ունի, այսինքն ինչ որ արած ունի, կազմակերպած ունի, արձագանքը է, այսինքն անգամ ես հավանում իր արձագանքը, դա քաղաքապետի կամ այս կուսակցությունը թող որոշեն դրա տեղին դրամ չլինելու, բայց մարդիկ որտեվ այդ մնացածները չեղա մեկ թաղապետնի նախքի մեկը ձեն ասեցի լավ է կարե վատ է կարե ինչի ասեն ծեղել այսինքն մասիվի թաղապետ իր վրա վերցրեց քաղաքապետանի տենդերի խնդիրը կամ քաղաքապետանի մյուս բաժնի բարեկարգման խնդրը ինքն ընկավ պատմության մեջ այդ դա է խնդրը մարդը վերցրեց հիմա անգել է համոզված եմ շատ վատ հետևանք է դա ունենալու մի օր ճանաչելով դերակատարներին մենք հասարակության հետ որ անդադ շփվում ենք տարբեր խավերի տարբեր ներկայացուցիչների հետ sense մի կարելի ասել իրավիճակի ենք բախվում, որ մեր հասարակության մեջ պատկերացում կա, որ եթե պաշտոնատար անձը լքում է պաշտոնը, ինքը այդ լիազորությունները վերջ ինքը թողում է, լիազորությունը մի քիչ շատ պաշտոնական է հնչում, բայց կարելի է լիազորության տակ ասել այդ սրտացավությունը, այն հաստիքը, որ ինքը զբաղեցրել է, չգիտեմ, թաղապետ լինի, քաղաքապետ լինի, տեղակալներ լինեն, իրենք ոնց որ կարելի ասել այդ պաշտոնը ավարտվելուց հետո պաշտոնավարումից ոնց որ կտրվեն ամեն ինչից, քաղաքը էլ իրանց հետաքրքիր չի, էլ ոչ մի ձև չեն բան։ Այս ինչից է գալիս։ Դա մի քիչ շատ երևի հոգեբանական հարց է, կոմպլեքսների հարց է։ Դուք էլի գալիս եք մի հարցին, որը ոնց պատասխանում եք, մարդաբանական կամ հոգեբանական հարցեր կան։ Օրինակ, ես որ աշխատում էի, ուղիղ այդ 365 օրը որպես կենտրոնվարչական շրջանի ղեկավար, ես հիմնականում 95% երբ որ ես քաղաքացիների հետ հանդիպել եմ Ալբերտ ջան, միշտ եղել եմ բաջով։ Առաջին օրվանից կարելի ասել, պատվիրել եմ բաջը, գրված եղել կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Թե աշխատասենյակում, թե ինչ որ հա բանում տարածքներում։ Եվ նաև ստիպում է եւ խնդրում է իմ գոլեգաներին, որ եթե դու քաղաքացիների հետ հատկապես շփվում եք, պարտավոր ունեք բաջ, այսինքն դու ես մարդն ես կոմունալ ծառայությունից, չգիտեմ, հա, եկամուտների հավաքագրման, ոչ ոք քաղաքաշինական։ Տարբեր խնդիրներ կա, մեկը գալիս է, ասում է ինձ նորից մեկը ինձ այս 1000 դրամ փող ուզեց օրինակ։ Գնում ես ասում ես չեմ հիշում, ոչ, պետք է հարցա։ Էլ չեմ ասում, երբ որ մենք այսպես ասած շագերտով ռեյդեր ենք անում, ուժման 40 տղա գնաս, ես ապօրինի բանը մի սարքի, ուժման 40 մարդ գնում, ասենք մենք գրում ենք կենտրոն կեպկաներ ենք սարքի, կենտրոն վարչական շրջաններ, ժիլետներ, մայկաներ, բաջեր, բայց բաջի գլխավոր նպատակը նա էր, հարգելիս, որ մենք ուզում ենք ես նաև կենտրոնի շրջանի բնակիչներին ցույց տամ, որ ես ձեր աշխատողն եմ, ես ձեր ծառան եմ, ծառայողն եմ, ոչ չեմ նեղում այդ բառից։ Իմ աշխատարցը ձևավորվում է ձեր հարկերից, ես ուզում եմ համայնքը զարգանա, բայց դա որտեվ դա կարած մտնես մի հատ բիզնեսի սեփականատիրոջը կամ աշխատողին, ասենք մակրուհուն, մատուցողին, մտնում եմ խնդրում եմ, ասում եմ մի գցեք սա աղբը, հարգելիս, երբևէ չի եղել ինչ որ ես չպետք է գնահատականատամ, կարծում դրա կադրերը կան։ Եվ ամենաառաջի անգամ, երբ որ ես ինձ մի քիչ շատ ավելի տենց լայն մասաներ ճանաչեցին, դա հայկական ժամանակը կենտրոնի դատանում ինչ որ նյութեր դատեր նկարում, դուրս եկավ այն ժամանակ, երբ որ մենք հանդիպում էինք Տիգրան Մեծի այդ կինոռեսիայի դիմացի այդ տնտեսվարողները, երբ որ փորձում ենք որ այդ մանիկեները չդնեն փողոցում, որովհետև արդեն դա եկել էր կինո Երևանի կողմը, ցավոք հիմա ընդհանրապես արդեն ես քաղաքի կենտրոն Թումանյանի Աբովյանի վրա խանութի հանում են այդ մանիկենը դնում են խայտարակություն է, էլի դա ոչ գովազ դա, ոչ չգիտեմ վիտրինա է, չի կարելի քաղաքի կենտրոնում նման բան, բայց մենք պայքարում ենք դրա դեմ, եւ այդ ժամանակ շատ սուրը եւ տենց աղմկոտ այդ տնտեսվարողների հետ խոսակցություն եղավ եւ առաջի անգամ որ ինձ ճանաչել է Երևանցին ոչ որպես Վիկտոր կամ ընկեր կամ հա թաղի տղա եւ այլն ճանաչել որպես վարչական շրջանի այդ հենց այդ նյութից հետո
Եվ ես մի օր նստել երկար ուսումնասիրել եմ, ասենք 100 մարդ կարող է ինչ չսիրող ասել են արա այս վիծայինով տեսար կուրտկեն քաշում էր կամ արա երկու անգամ ասես կամ բարձր էր խոսում։ Իհարկե ես հասկանում եմ հաճելի չի, որ ինձ հետ տենց են խոսում, ես էլ շատ բաներ կուզեի, բայց ես անընդհատ ինքս իմ մեջ հիշացնում եմ եւ որ բայց երբ որ մարդը Երևանցին վստահ է իր վրա, ինքը իմաստ չունի գոռա, վատ բառեր ասի։ Դրանք ինձ համար թուլության նշան է։ Հիմա դուք որ հիմա հիշեք ձեր ընկերական շրջապատում հատկապես երիտասարդով ավելի շատ վատ բառեր ասում, չէ, հայոյանքներ, ուշունցներ, ով որ իրանքից այդքան բան չի ներկայացնում կամ ուզում են ինչ-որ կայանան, այդ դա է հարցը։ Վստահ մարդը կարա շատ եղել, նույն ընթացքում ես կաբինետում նստած եմ եղել, գիշերը մենք ոչ ոստիկան ենք ունեցել եւ այլն, գալիս եմ եկե դուրը դեպ կար ունենք մարդ եկավ տղունգերների հետ, բայց իմ կոֆեի ապարատը բան արա դու բան մեկ եկել ասма ծաղիկի ստենդը մեկ եկել ասma մոյկեն մեկ եկել ասma մանսարդը մեկ եկել ասma այս մեկ եկել երբևէ չեղեմ այդ սկանդալի մեջ են գնենք ու իրանք յանց ավելի վատ են պահել քան ձեզ վերջի դեպքերը այդ հանդուրժողական մթնոլորտի բաները ինչքան էլ բան հանդուրժելը պետք է ամեն տեղ դա համար պետք է թաղապետ նշանակել նրանց մարդկանց ինչ որ կյանքի է օրինակ ռոմիկի օրինակը բերեցի մալեց մարդը չէ կյանքի ճանապարհ անց է Տիգրանն էլ անց է ես յանել եմ հիշում ես իրոք շատ ցավում եմ իր համար բայց հիմա ցավում եմ ավելի որտեղ բայց ինքը պետք է տղամարդկությունը դա ընդունի որ վաղը չի միսօր հետևանք ալնելու այս չմտածեք որ այս ներողությունը դա հետևանք էր հաշվառնելով թե քաղաքական հետևանքը որտեղ ով որ դա այդ որոշումը պետք է կայացնի այդ մարդը ասենք վարչապետը երեք տեսանք ազգային ժողովին իր պահվածքը հիմա դուք հասկանում եք այսինքն եթե թաղապետը տենց հապամ վարչապետը կամ քաղաքապետը չի սաստում քաղաքապետը հանգիստ կարար հանգստացներ օրինակ ինչ կլիներ որ քաղաքապետը հենց այդ նույն ժամանակ որ իրար վիրավորել են համոզված եմ Չախոն Արտուրին կանչեր Տեր Մարգարյանին կանչեր իր կաբինետ ասեր որտեվ ինքն է ղեկավար դա անմիջական իր թեման է ասեր տղեկ հանգստացեք դա նրանից է որ Երևանում քաղաքապետը չի դառնում համայնքապետ այդ որ ես այդքան ասում եմ այդ թաղերը այդ համայնքապետ է պետք լինել քաղաքապետ շատ մարդ կարող է համայնքապետ շատ քչեր է կարող են լինել այդ նման հարցերը պետք է կարողանային իրանք կանխարգել էին բայց հետո տեսնում ենք քաղաքապետը այդ հարցը չի լուծում Մյուս մարդը պետք է լուծի ել ավելի բարձր պաշտոնյան, ասենք վարչապետը, երեկվա ազգային ժողովը, ես հիմա հասկացանք, չէ, բոլորը տեսել են։ Ասենք վիզիտ կգրեմ, համբալ եւ այլն։ Այսօր էլ ազգային ժողովում հիմա իսկ դա նշանակում է շատ վատ, արդեն շատ վատ հետևանքներ է շուտով մենք տեսնելու, որովհետեւ ոչ թե իրենց կողմից, այլ իրենց այդ տակի լնգու լավազմանը, ասեմ իո, եթե սենց ամեն մեկ իր հարցը տենց է լուծելու։ Ու դա լինելա նոր ավելի շատ մեծ բողոքի թեմաներ եւ այլն, բայց ել եմ ասում պետք է պաշտոնների նշանակել նենց մարդկանց, որ ոչ միայն իրանց կուսակցությունից է կամ իրանքականն է, այլ նաեւ ինչ որ որոշակի գիտեք Ճապոնիայում Չինաստանում շատ լավ օրինակ է միշտ պետական պաշտոն նշանակում է նաեւ մարդկանց քննությունների այսպես ասած մեջ մտնում էր կալիգրաֆիան որտեվ կալիգրաֆիան համ գեղագիտական այդ բանն է զարգացնում մեջը հայտ հատուկ համ էլ նաև շատ կարևոր համբերություն է բերում դու պետք է համբերատար կարողանաս լինես նաև այն մարդկանց հանդեպ որոնք քեզ ոչ հաճելի բաներ են ասում քո դիմացը իսկ եթե դու նույն վարչապետը կամ քաղաքապետը թաղապետը ասում են այդ ժամանակ անկեք անկեղծնենք դոգին ինչ եք իզու տեղը նեղացնում ինչ եք դուք հիմա բողոքի որ Վարդան Ղուկասյանը դա նստած է որտեվ Վարդան Ղուկասյանը հիմա ինենք անկեղծ ալտերնատիվ մամուլ է բաներ ոնց որ ալտերնատիվ ԶԼՄ չէ այսինքն լուսանալու ու դա գիտեք ով ասե դա ես չեմ ասում դա Երևանի պետական համալսարանը եթե սոցիոլոգիայի ֆակուլտետը հարցումներ արել տարբեր բուհական տեղերում դա ասել են ոչ թե մարդիկ ասենք հա գիտենք մոտավորապես ասում ենք Դոգլաս Օղովն եւ այլն բայց պարզվում է Վարդան Ղուկասյանի նշել են ուսանողության 60%-ը ասեն իրան դիտում են որպես ալտերնատիվ ալիք լրատվության։ Այսինքն որտեվ չեն վստահում հմեկին, մեկին, մյուսին է սայտերին, վստահում են Վարդան Ղուկասյանին։ Բայց այդ մարդու միակ խնդրեմը ո՞րն է, որ ասում եք այդ մարդը քֆուրով է խոսում, դե բարձր չէ որ եթե երեք վարչապետը կամերա չեն նման կարող մի բան ավել ասել։ Այստեղ մենք հասկանում ենք որ կանգնեցինք մի սուպեր խնդրի առաջ։ Այդ սուպեր խնդրեմ դա մարի եմ ասում, չքննարկենք թաղապետին, եկեք քննարկենք քաղաքապետին, վարչապետին կամ սա ավելի անթրոպոլոգիկ խնդիր նայենք, ոնց անենք ու հոգեբանական, փիլիսոփական, սա շատ լուրջ հարց է, որովհետև նույն թաղապետերը խեն ժրել, որովհետև օրինակ նույն Վարդան Ղուկասյանը չկա, որ ինքն էլ գլուխը պատով կտային կանեին, անկեղծ եմ ասում։ Մենք մարդուն բան ես ասում, ուզում ես
Էս լնի կամ այն լնի, ասում են բանը չեմ ուզում շատ անձնավորեմ, բայց վերջին տարիներին, որ անընդհատ մեդիադաշտն ուսումնասիրում ենք, ոնց որ բաժանված լինի երկու մասի։ Նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ։ Այս 2018-ից առաջ էլ է ժամանակ եղել։ Գանք օրինակ խորհրդային տարիները վերջացավ, մեր անկախության տարիներից Երևանը քաղաքապետ չի ունեցել, թաղապետեր չեն եղել, մի պահ ոնց որ sense մոռացված լինի այդ ամեն ինչը։ Ուզում եմ մոռացրեք մոտ վերհիշենք, հասկանանք, այն տարիներին ոնց է եղել։ Ախր այն տարիներին է ամեն ինչ եղել է։ Շատ ավելի վատ բաներ է եղել։ Բայց այն հավատացեք, ես չեմ հիշում տենց դեպք, որ թաղապետերը, ախր խեմ ասում թաղապետեր, որտեվ ելի եմ բացատրում, թաղապետը դա առաջնային ֆրոնտն է պետության հետ, որտեվ Հայաստանի Հանրապետության բնակիչները իրենց գյուղապետով են իմանում այդ երկրում կա կաշառակերություն թե չէ։ Երևանի բնակիչները համայնքապետան, այսինքն համայնքապետարան բաներին, օրինակ մանկապարտեզն են։ Եթե մանկապարտեզները միշտ փող են վերցնում կամ դպրոցները կամ գնում ես թաղապետանից թուղթ ես վերցնում փողա ֆռում, ասում ուրեմն ոչ մի ռևոլյուցիա չի եղել։ Այդ առաջնային, որտեվ դու կարող ես Հայաստանի Հանրապետության քաղաքացին շրջակա միջավայրի նախարարության կամ առողջապահության նախարարության կյանքի ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակիչների 98%-ը երբևէ չեն առնչվելու, Ալբերտ ջան։ Բայց համայնքապետանի հզորությունը դրա համար ինքը համարում, ասենք եվրոպական երկրներում, ամերիկյան երկրներում, այլ զարգացած երկրներում առաջնային մինչև պարլամենտական ընտրությունները միշտ դնում են համայնքային, որ հասկանան տրամադրությունները, ինչ վիճակ է։ Մեկ էլ ոստիկանությունն է, մեկ դա մեկ ոստիկանություն, ինչ որ կատարում է ոստիկանությունը մոտավորապես գիտենք, նույնն էլ համայնքայինն է, ասենք բնակչության մեծ մասը բիզնես չունի գնա հարկային իմանա փող կա, կամ ինքը չի դատվում որ իմանա դատախազությունում կամ դատարանում կամ ոստիկանությունում փող վերցնում են թե չէ, բայց համայնքապատկան այդ սաղ թեմա մենք առաջի ֆրոնտ ենք միշտ եղել քաղաքապետարանը, այդտեղ պետք է դրա համար ուշադիր լինել։ Այդ բնական է, որովհետև երբ որ խնդիր է լինում, ոչ մեկ ես այդքան տարբեր մարդկանց հետ շփվել եմ, ոչ մեկ այսքան ժամանակ չի ասել մի հատ գլխավոր դատախազություն դիմեմ։ Ասում եմ մի հատ գնամ թաղապետարան, գյուղապետին մի հատ տենամ, ինչ կասի այս հարցով։ Հետաքրքիր, որտեղ գյուղապետերը լավ թե վատ համարվում են համայնքի ղեկավար։ Այդ տարածքի ինչ որ հիմա բռնեցին խոշորացրեցին, ես մի քանի խոշոր համայնքների հետ աշխատել եմ, ասենք Նոյեմբերանի, չգիտեմ Հալավերդի եւ այլն տարբեր, հիմա Դիլիջան են արել կամ մարդը գյուղը դիմացի գյուղին չի սիրում։ Դու բռնում ես այն գյուղի ղեկավարին, ասում ես մենք պիտի ենթարկվես։ Ուրիշ բան է, ժամանակ սովետի ժամանակ ռայկոմի քարտուղարին, մա Երևանից են բերում, երկրորդ քարտուղարը մի շրջանից էին դնում։ Բայց այդ Երևանի առաջի քարտուղարը այնքան տեղ աշխատել, այնքան է վերապատրաստվել, գիտի կյանքում այս ընտանիքի, որտեվ շրջանները մեզ մի ընտանիք ուժ եղա, մեկը թուլ է, մեկը մշակութային է, մեկը չգիտեմ, հա հիմա զինվորական է եւ այլն, մեկը պապենական թշնամություն, մեկը մեկին աղջիկ չի տվել, մեկը մեկի աղջկանա փախցրել, շատ նրբանկատ պետք է լինել։ Ես այսօր նրբանկատությունը չեմ նկատում, իսկ որ ասում եք նախիններին ամենաբան օրինակը Գագիկ Բեգլարյանի օրինակն էր, չէ՞։ Ասենք այդ պատմությունը Գագիկ Բեգլարյանը այդ երկու կողմներ ինձ էլի մոտիկ լսել հարազատ մարդիկ են եղել, բայց ինքը գոնե տղամարդավարի ընդունեց սխալը, բայց ինքը չասեց ներողություն, դե հիշում եք, չէ՞, սա մամուլով բերում են, որ ասել են քաղաքապետ ներողություն խնդրի կմնա, բայց ինքը չխնդրեց։ Դե հիմա, բայց ինքը տղամարդկությունը գտավ, շատ ծանր բարգան, ծանր գիշեր ունեցել խորհրդական ընտանիքի հետ, ընկերների հետ, մարդը չգնաց դրան։ Ինքը հասկանում էր, ինքը մել ասում ենթադրում, որ ինքը լավ բան չի արել։ Պահ էմոցիա, դա ես եք անում, դուք անեք։ Բայց հարցը նա է, վերջին հետո քայլը, որտեղ մենք կարող հիմա ջղանանանք ավարի սիտուացիա լինի, փողոցում ընտանիքի դերնես, կորցնես կոնտրոլ, դա ցավետ կարող լինի, այ կարևորը հետո կարողանաս ուղես։ Մարդը տաղավարտը որոշում արեց, ասես չեմ խնդրելու։ Դրա համար կեսը չեն ալում, կեսը հարգում են։ Ես ինքս կարող այդ որոշման համար հարգում եմ։ Բայց եթե դու անում ես հետո էլ ներողություն ես խնդրում, էլ խես կֆուր տալի կներեք։ Կամ եթե դու խոսում ես երևանցիությունից, այստեղ շատ նուրբ բան կա, որ մենք պետք է անենք։ Դա ժամանակին եւ հատկապես երրորդ նախագահի ժամանակ, հա, չեմ ասում առաջինի, երկրորդի ժամանակ չեմ նկատել, բայց այստեղ մենք շատ ենք այս տղավարի դարել այս թեման, խոսում են։ Բայց գիտեք, մեր հիմնական խնդիրը ո՞ն է Երևանում հիմա, շատ շատերը խառնում են այդ որ ասում են, որովհետեւ ինքը փողոցային է, բայց դա փողոցային բառը ուրիշ բան է նշանակում։ Եկեք հասկանանք մենք հիմա, գոնե ես եւ դուք մեր մեջ, չեմ ասում ռադիո լսողների համար, կա Երևան տարբեր բան։ Դու չես կարող ամեն մեկին ասես գողական։ Ասում են Սերժ Սարգսյանի, կողքի էսի մարդը գողական։ Իրականում գողական չէր։ Նա ուղղակի ակտիվ տղա էր, օրինակ եմ ասում, հա, բայց եղել է սենց։ Կան հայատիչացներ, այսօրվա խնդիրը ո՞րն է, որտեղ շատ ղեկավարներ բակ ընդհանրապես չեն իջել, ասենք հայատի դերասանություն չանում են, հա։
հայը դիչացներ, ասում են սով, ասում են ստեղին գոնե հայաթայ չէ։ Եղել են փողոցի տղեկ, որ ասում բակից դուրս են եկել։ Ինքը կողի բակ են գոնե գնացել։ Գնացել են կողի բակ, գնացել են կողի կռիվ, ոչ թե երբ որ դու հատ իջած, նշանակ կողի հատ է կարողա ֆուտբոլ անի, կրվես կռիվ անես կամ խնդրեմ լինի, հա։ Փողոցի դասիրակություն, դա մի քիչ ուրիշ է։ Դա ենթադրում է ծնողների ավելի քիչ ուշադրություն, դա ենթադրում է տարբեր թաղերի հետ ընկերություն տղեկի հետ, դա ենթադրում է կռիվներ, որոշ տեղեր կարող լինի գողություն, կարող լինի խնդրեմ, ամեն ինչ կարող լինի, բայց դա էլ չի վերջնական։ Կա նաև գողական, չէ՞, գաղափարը։ Ես հաստատ չեմ ուզենա այնքան ծանրացնում եմ, չգիտեմ, որը կարելի է եթերով ասել, որը չէ։ Կա նաև առանձին, չես կարող եմ փողոցի տոն, չես ասես ինքը գողական տղա է, չէ՞, դա էլ հետագա ենթադրում է իր ինչ որ կանոնակարգ, իր ապրելակերպը, ինչ որ զարգացած։ Կարանք հիմա շատ էլի մի քիչ է կարանք ավելացնենք, բայց եթերը չեմ ուզում այս թեմայի վրա ծանրանամ։ Բայց հիմա Երևանում սա խառնվել է իրար, այսինքն ժամանակին մեր մոտ ես ճանաչեմ մեկը, ասենք ոստիկանը հետո դառնում է, ասում են գողական է։ Մեկը երաժիշտ էր, ասում են դա փողոցի տղա։ Մեկը փողոցի տղա էր, դառել է ոստիկան։ Հասկանում եք, սա խառնվեց ինչ որ մի պահին Երևանում իրար։ Իսկ դա չի կարելի։ Իսկ այն չեմ ասում մարդկանց մասին, իսկ գողականը ո՞րն է, թե ապրում ենք ինչ որ կանոններով, հասկանալ է, մաֆիա կա, Ճապոնիայում կա, տարբեր աշխարհի տարբեր տեղեր կա, բայց եթե մեկը պրոցեսում է ցույց տա որ ինքը դա է, բայց ինչա օգտվի գնա մի հատ հաղապետ ինտուիցիաների, որ հետո մի հատ գարաժ դնի, հետո մի հատ մոյկա, մի հատ դուր բացի միտեղ, անօրինական շինություն անի կամ անօրինական օրինականացնի, դա բնականաբար արդեն չեղավ էլ այդ իմ նշած որևէ մեկը, բայց որ իսկ այս դրա համար սա գալիս է ավելի կարևորը, որ պրոստն է, ասեն էսի բանա, Երևանցի տղա է, կամ ասենք, չգիտեմ, Գյումրեցի է կամ Կիրովականցի է, Երևանցին Կիրովականցուց Ղարաբանսովի, Կիրովականցուն Լենականցուց Ղարաբանսովի, չէ, էլ չեմ ասում մնացած, ասենք, չգիտեմ, Սևանցին կարա ասենք Քյավառցու հետ ախպերություն անի, բայց ասենք չսիրեն Վարդենիսուն կամ Վարդենիսին չսիրի Ճամբարակցուն, ամեն ինչ կարա լինի, բայց այստեղ ամենտեղ արդարությունն է ու մի քիչ նաև դա համար հեղինակություն է, հեղինակությունը մեր չի կարող, անպայման չի լինի գողական։ Դա կարող լինի անկեղծ, ասենք դասախոս է բակում, կարող լինի նախկին ոստիկանը, շատ բակեր են, ես կարամ Երևանի օրինակ բերեմ, բախտները բերել են բակերի, որոնց ասենք այդ հեղինակությունը մեծ է հայաթի, եղել է սպորտսմեն։ Հասկանում եք, վատն էլ է եղել, ասենք թմրամոլ է եղել, հետևից փչացրել է սաղ այդ բակի երեխեքին եւ այլն։ Բայց երբ որ դա խառնում ես դու քաղաքային կառավարման հետ, այդտեղ անպայման լինելու է կամ տրագեդիա, քաոս, կամ լինելու է քաոս, կամ էլ չեմ ասում մանր մունր շանտաղություններ են լինելու։ Այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք։ Դրա համար եթե դու ապրում ես այս կյանքով, եղբայր ապրի այս կյանքով։ Եթե չես ապրում, ուրեմն խնդրում եմ էֆիրը մի փչացրա, էլի եւ ձեր հետ մի վարկաբեկեք պետական մնացած հիմնարկները, որտեվ նույն եթե խորանում ենք լավ տողուց բաներից, ասենք քաղաքապետան խոսում, լավ տղեն հերախոսով քֆուր չի տա։ Հասկանում եք, լավ տղեն է ներողություն չի խնդրի, լավ տղեն չգիտեմ, էս չի անեն չին։ Եթե տենց ենք խոսում, ուրեմն դա կլի քաղաքապետ, թաղապետ, վարչապետ, նախարար, հիմա падգամավոր, տեսնում ենք ինչա, չէ՞, ասենք падգամավորը, ասենք Թագուհի Թովմասյանը խոսում է, մեր շահելն է պաշտպանում, Աննա Գրիգորյանը լավ բան է խոսում, մեր շահելն է պաշտպանում, Քրիստինե Վարդան բան է խոսում, կողքից ինչ որ մարդիկ որ կյանքում որևէ մեկին նկատողություն չեն կարող անեն, վիրավորում են, աղջկան վիրավորում են, հասկանում եք, մարդը լավ բան անում, մեր երկրի համար է անում, բայց վերադառնանք Երևանին։ Վերադառնանք Երևանին, այդ քաղաքային կառավարման խնդիրներին, որը այդ շիլաշփոթի արդյունքն է, երբ որ նշում են, օրինակ, դիցուկ առարկայական, ստեղ այս բանը արվել է, խնդիր է առաջացել։ Անձրևները ամենավառ օրինակը, որ անձրևները գալու են կլիմայի դեմ չեն կարողանում բանանել, ասենք հայտարարվում է քաղաքապետարանից։ Խնդիրը նշվում է ընդդիմադիր ավականու անդամի կողմից, քաղաքացու կողմից, լրագրողի կողմից, փոխանակ այդ խնդիրը ընկալվի, փորձի ինչ-որ ձև լուծում տրվի այս ամեն ինչին, կարելի ասել մի հատ էլ այդ խնդիրը հանողին են մեղադրում, այսինքն խնդիրը բարձրացնողին մեղադրում են, ասում են խնդիրը խի եղավ։ Քաղաքապետը եմ ասում, քաղաքապետը ուրախ լինի, որ Արտուրի նման մարդիկ կան։ Արտուրի նման 10 մարդ պետք է լինի, չէ՞, տարբեր լիքը մարդիկ կան, տարբեր ոլորտներում, ասենք ոչ մեն ավականու, ասենք որ Պեդրոն անում, ոնց որ Իզաբելան անում, ոնց որ Մարհաստանի տղեկներն անում, անհերքելի փաստեր։ Հա, իհարկե։ Դուք պետք է ալտերնատիվ, այսինքն մարդիկ փող չեն ուզում, ասում են մենակ ուշադիր եղեք, այդպես բակը Զարոյին Սաղորը անօրինականությունների մասին, ես 2025 տարի այդ աղջիկը աշխատում է։ Փոխանակ դա մեդալ պետք է տան, որ այդպես բաներ անում։ Աղբանոցները, բաները ամեն ինչ բանան։ Բայց որևէ բան չկա, որտեղ ստեղ քաղաքապետը տեղում չի, ոչ թե անձնավորում է մարդուն, հասկանում եք, չեմ ուզում վիրավորեմ, որտեղ քաղաքապետը պետք է անի, որտեղ ստեղ գալիս ամենագլխավոր խնդիրը, ինչ քաղաքապետը չպետք է լինի ավականու ղեկավարը, եղբայր։
Դա ամենամեծ սխալն է։ Դա նույնն ոնց որ վարչապետ եւ ազգային ժողովի նախագահ նույն մարդը լինի։ Դա ոնց որ դատավոր ու դատախազը նույն մարդը լինի, ախպեր։ Դա չի կարանի։ Դա ահավոր տարբերությունը շատ մեծ է, հասկանում եք։ Ինքը չի դամար, երբ որ պետք է ավականու անդամ ուզում է այդ խնդիր բարձրացնի, քաղաքապետը պարզեց վարչապետին կամ թաղապետին պաշտպանել է, որտեղ վելիք արել հացենք երեն օրը զանգիար բան է խնդրեն, դե շին թույլտվությունը բանը տենց դես դեմ։ Վաղը չմիս օրը մի վարքյան չկասկածեք, հիմա այնց խայտարակ վիճակ է քաղաքապետը անում։ Այդ պարլամենտից ավականից ու մեկ էլ այդ պարլամենտից ծերից էր վարից վար որ սկսես, ծերից ծեր որ հիմա խոսես, հաստատ աղա բանին են ասում, Աղազարյանին։ Սաղ կա չգիտենք որ ամեն մեկը միջնորդում է, այս սրա համար մեկը, այս թղթի համար մեկը, այն թղթի համար քաղաքապետը անում։ Դա համար էլ որևէ մեկը չի ուզում այդ հարցը բարձրան։ Այսինքն Երևանում գնում ես պարլամենտում տենում ես մի հատ հարց են խոսում, այս ինչ գյուղի 300 մարդ հավրում այդ գյուղում 4 անգամ այդ 4 շաբաթ հարցու պատասխանը խոսում են այդ գյուղի խնդիրից։ Երևանը 1 միլիոնանոց քաղաքապետից չի գնում պարլամենտ։ Պատկերացրու քաղաքապետը գնա պարլամենտ, ինչ հարցեր կլինեն։ Երևանից մենք падգամավորն ենք, որ խնդրեմ կարաք ասեք Երևանի 3 հատ падգամավոր է անում, որ Երևանից անտրվե։ Ծիծաղալու է, չէ՞։ Կենտրոնն է ունի, Երևանն է ունի, կարգն է սխալ, ոնց որ ասում ավականու ղեկավարը չպետք է լինի, ոնց Թիֆլիսում կա Մոսկվայում ավականու ղեկավարը առանձին, քաղաքապետը խելը գնում աչի վրա, ասում է ավականի ղեկավարը վարում է խնդիրներ կա, ասում են ջան, ոտքի կանի հարցին պատասխանի։ Դա է հարցը, դա է խնդրեմը, որտեղ մեր ավականուն ցենց դրեք ախպեր ով է հակակոռուպցիոնի բանի ղեկավար են ընտրում մենք տեսանք չէ ինչքան լավ է ծիծաղալու էր խնդալու էր էսերեներ բայց ինչ որ հարցեր են տալի նստում են թուղթը բան հայտարարը գիտե այս մեկը ավականանթա ոչ մեկ ով ինչ ուզի ցուցակ ով ծանոթանում է խցկել եմ այդ մարդիկ եկել են ամիսը մեկ ինչ որ գործ են անում դերասան իմիտացիա են անում աշխատանքի թողում գնում բայց համայնքի ավականին պետք է լինի էլի նույնն եմ ասում օրինակ Մուխանա Թապսին պետք է իմանա ով է իրական Բութանյացին պետք է իմանա ով է հարց ունի դիմի որ բարձրացնի գնում եք թաղապետարան ասում են օրը գաս 5 շաբթի օրա թաղապետին դա չի հասցնում հարցը լուծում չի տա եւ խնդրեմ ես թաղապետի դա գնա թաղապետին ինչ ասի Քիչ է ստալի մսի պասաժի, օրինակ թույլտվության բանը կամ վուլկանիզացիա բացել եմ, դրել եմ մի հատ ռեկլամը sense կամ այդ բագրիշկեն հանել եմ այլ չեմ դեր։ Ում գնացել, падգամոր դեսա եղբայր, հələ սպասի։ Մենակ այսօր գնացինք, այսինչ քաղաքացիական պայմանագի, այսինչ տարածը շրջանի բանի, եսիմինչ չի լինի այդ ցավը տանը։ Այս թեման ենթադրում եմ կարող ժամերով խոսանք, կանք հասանք մեր տրամաբանական եզրագծին։ Այսօր սրանով ավարտենք, տեսնենք հետաքրքիր ինչ նորություններ են լինում քաղաքում։ Քաղաքը դեպի ուր է գնում, կամ ուր չի գնում, կամ ոնց ենք ապրում Երևանցին ինչ զարգացումներ է տեսնելու, որովհետև քաղաքում մեծ թափով տարբեր բաներ են զարգանում, որոնք թե քաղաքային պլանավորմանն են վերաբերում, թե քաղաքի շինարարության առհասարակ վերաբերում են։ Մենք մի քանի շաբաթից կհանդիպենք, ելի նույն տաղավարում լավ հետաքրքիր թեմաներ քննարկելու։ Ես մենակ մի բան կուզեմ, որ Երևանը քաղաքից դառնա համայնք, Երևանի քաղաքապետը եւ մնացած վարչական շրջանները իրենց չհամարեն այդ պեչատով, այլ դառնան համայնքի ղեկավար։ Իսկ դրա համար շատ երկար ճանապարհ կան, դրա համար պետք է քաղաքը լինի մի ավելի մարդամոտ, համար քաղաքը պետք է լինի եւ վերջապես ունի նորմալ փաստաթուղթ, ռազմավարական master plan։ Եվ ամբողջ հարցը սկսած անձրևի այդ խնդիրներից, հորդառատ անձրևների, սելավների, վերջացրած այս կրտուկները եւ հարաբերակցությունը, դրանք սա ամբողջը պետք է կառավարվեն ռազմավարական master plan-ով, որը մենք այսօր չունենք ընդհանրապես տենց, պատկերացեք նույն հիմա ոնց որ մենք աշխատում ենք առանց որևէ օրենք ունենալու Երևան քաղաքի մասին, կամ տեղական ինքնակառավարման մասին կամ ընտրությունների մասին, հիմա բանավոր ինչ որ տես մեկը դառնա օրինակ քաղաքապետ։ Այդ տենց հիմա քաղաքը կառավարվում թե կոմունալ հարցերով, թե սոցիալական հարցերով, թե նաև իրավական հարցերով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ձեզ հիշեցնեմ, հարգելի ռադիոսողներ եւ ռադիոդիտողներ, դուք լսում կամ դիտում եք Մայրաքաղաքի զարգերակը տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, մենք զրուցում էինք երևանյան թեմաներից։ Իմ հյուրն էր Վիկտոր Մնացականյանը, կհանդիպենք